Եվս մեկ տարբերակ, թե ինչու Նիկոլը թուրքական դրոշների այրումից անհանգստացած է։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անգնահատելի դեր ունեն Նիկոլի իշխանության պահպանման գործում, ու հիմա կարող են ուղիղ կերպով, ուղիղ կապով զանգել, վիրավորել, հայհոյել, ասել. մենք քեզ այսքան աջակցեցինք, թողեցինք իշխանության, օգնում ենք պահել աթոռդ, մի դրոշ վառելը ինչա որ չես կարողանում արգելել։ Սա մտահոգված է ոչ թե դրոշների վառումից, այլ իր իշխանությանը վտանգ չսպառնա։ Ջահերով երթի ժամանակ, երբ մարդիկ պատրաստվում էին, անձրևանոցներ ու ջրակայուն հանդերձանք էին պատրաստում, որ այդ ցրտին, անձրևին քայլեն մի քանի կիլոմետր մինչև Ծիծեռնակաբերդ, Նիկոլը մտածում էր միայն իշխանության պահպանման մասին, ոստիկանական բրիգադներ էր տարել շարել պետական շենքերի դիմաց։ Դուք ջահերով երթի իմաստներ չհասկացաք, անշունչ շենքերը, որտեղ ոչ ոք չկար, մտնում էին ինչ անեին կես գիշերին։ Ժողովրդի համար վիրավորական է իշխանության արձագանքը։ Որոշ տվյալներով մոբիլիզացվել են հազարավոր ուժայիններ, ինչը ցույց է տալիս իշխանության վախը ժողովրդից։ Իշխանությունը դուրս չեկավ այդ ակցիաներին, ավելին, անգամ եվրոպական, իտալական, ֆրանսիական մամուլներ նկատում եւ հայտնում իրենց նյութերում, որ Հայաստանի իշխանությունը արգելել է այլ երկրներում իր դեսպանատներին մասնակցել ցեղասպանության հիշատակի ակցիաներին։